Թե հիշում եք, Վենսը շատ կոմպլիմենտար գովեզներով մոտեցավ Փաշինյանին, դուք դեմոկրատիական երկիր եք, ժողովրդավարական ճիշտ ճանապարհի վրա եք եւ այլն, ասեց բաներ ասեց։ Ի տարբերություն Ադրբեջանում ինքը ասեց նշեց, որ Ալիևի կինը երկրի վայս պրեզիդենտն է։ Եվ կարծես իմ կինս նախանձում է այդ բանով, հա, ինչ կատակի ձևով, որ ինչու ինքը այդպես եւ այլ։ Մի խոսքով բավական པարզ ձևով ինձ թվում է շատ նուրբել չէր, ցույց տվեց, որ դու մենք հասկանում ենք դու ով ես, դու ժողովրդավարական երկիր չէր, դու բռնապետ ես էության մեջ։ Ի տարբերություն որ շեշտում էին հենց Հայաստանի ժողովրդավարական պետությունն էլ։ Նույնիսկ օգոստոսին Վաշինգտոնում երբ որ հանդիպեցին, նախաստորագրված ժամանակ Թրամփը այդպես մի բան ասաց, չէ։ Ինքը սիրում է ընդհանրապես դիկտատորներին, բայց այդտեղ հիշեցրեց, որ ինքը գիտի թե Ալիևը ով է, էլի, այդ էլ նշվեց, այսպես ասած։ Բայց այս հասկացողությունից բացի, որի համար ես շատ ուրախ եմ, որ վերջապես այս ադմինիստրացիան սկսել են նրանք հասկանալ եւ կարեւոր են հավանում նույնիսկ ինչ որ ձևով ընդգծել։ Էլ չեմ ասում հաջորդ ով էլ գա, նա էլ պետք է դա գնահատի, ասենք, այս տարբերությունը։ Դրա հետ միասին նայում եմ, ես համատում եմ, թե ինչ ստացավ Հայաստանը նրանից, ինչ ստացավ Ադրբեջանը եւ շաբար ավելի պարզ է դառնում, թե ոնց ամերիկյան խնդիրներին նայում։ Հայաստանի ինչ որ տրվեց, դա իրական շատ ռեալ ստրատեգիական օգնություն էր։ Օրինակի համար այն հանգամանքը, որ թեկուզ ստրատեգիական partnership կոչված այդ փաստաթուղթը Ադրբեջանում այս վիզիտի հետ կապված ստորագրեցին։ Իսկ Հայաստանի հետ արդեն ստորագրել էին։ Դա կարևոր էր, որ Ադրբեջանի հետ ուղիղ ռազմական, ասենք թե որևէ training եւ այլն ռազմախաղեր բաներ չեն անում, իսկ Հայաստանի հետ անում են։ Սկսվեց իհարկե Kansas-ի National Guard-ով, բայց եւ իբրև թե խաղապար ուժերի կոնտեքստի մեջ այդ բանով, բայց նրանից ավել է գնացել ու գնալու է։ Դա շատ կարևոր է։